Բարև բոլորին։ Վերջապես կտեսնենք, թե ինչու են վախենում ավտոարտադրողները չինական մեքենաներից եւ ինչ է իրանից ներկայացնում BYD Sang Plus մոդելը։ Մի մատով սենց կարա սենց բրթես ինք իրան սենց պտտվի։ Այս պուճուր վիսկի պրոպկայով ենք դնում ռևերս, նիտրալ, դրայվ։ Տեղ նույնիսկ ղեկից կարանք այս ամեն ինչը թեքենք, անիմաստ բան։ Ու սենց կարակ ձեր համար առոք-փառոք նստեք, ձեռը դնեք ստեղ, ջուրիկ խմեք, վարորդի վիզը սենց ղդիկ տակ, տիրեքսներն էլ կարան օգտվեն սրանից։ Դեսեք երկու հատ կապոտ է, մի հատ կապոտը բացում եք եւ կա երկրորդ կապոտը։ Մեքենանից մոտ մաքսիմալ կոմպլեկտացիայով է մարտկոծը 87.04 կՎտ, 218 ձիաուշը զորություն, առջևի տանող անիվներ, 0-100 կմ/ժ արագությանը մեքենան հարթ ճանապարհին հասնում է 8.3 վայրկյանում։ Անվահեծերը 19 դյույմ, ճանապարհային բարձրությունը 175 մմ է, մեքենայի երկարությունը 4785 մմ է, քաշը 2 տոննա 50 կգ։ Մեքենան մեկ լիցքավորումով արտադրողի ասելով անցնում է 605 կմ, բայց դրանք չինական կիլոմետր են, իսկ մենք քանի որ լուսնից չենք իջել, ապա համարները քաղաքային պայմաններում այն անցնում է 450-ից 500 կմ, իսկ մայրուղով 350-ից 400 կմ, իսկ ձմեռները քաղաքային պայմաններում 300-ից 350 կմ, մայրուղով 250-ից 300 կմ։ Օրինակ, եթե ձեր մտքով անցնի այս մեքենայով սենց դաշտերի մեջ քշեք, դուք երևի կկարողանաք, որտեվ այս մեքենան բավականին բարձր է։ Ստեղ կոնկրետ, որ ես չափում եմ 20 սանտիմետրից ավել է, ինձ թվում է 21 սանտիմետր է ինքը գետնից բարձր, ինչը նշանակում է հանգիստ կարաք սենց դաշտերով քշեք, բայց եթե սենց լավ հավեսով գնաք հասնեք այնտեղ կարող է հետ չգաք, որովհետև այս մեքենան դիմացի քաշող է, ցավոք սրտի BYD Sang Plus-ը չունի 4 քաշող մեքենա, որտեղ մեքենայի բարձրությունը ահագին իրան թույլ է տալիս, որպեսզի սենց դաշտոտ տեղերով գնալ։ Իհարկե որ մեքենան սենց տակից նայում եմ, մի քիչ շատ չխկլիկ է սարքած, շատ բարակ է իր այս ռիչագները, հա, ու չգիտեմ ինչի համար են այս տակի մասը սենց բաց թողել։ Մեզ կարևոր է ակումուլյատորների բարձրությունը գետնից 20 սանտիմետր։ Եթե այս երեխա լիներ ու մեր հայրը սենց մեքենա լիներ, հաստատ պահկվոցի խաղալուց տակը կմտնեի, դրա համար ինձ թվում է պետքա զգուշ լինել, բակերից դուրս գալուց անպայման համոզվել, որ տակը երեխեքը պահկվոցի չեն խաղում։ Դուռը բացելու բռնակները շատ հարմար են արած, կարաք հանգիստ մի մատով բացեք։ Մեքենայի դիմացի ապակիները երկշերտ են, իսկ հետևինը մի շերտ։ Հետևը լավ կոմֆորտ է, տարածությունը ստեղ բավականին շատ է, ես նստած եմ ինքս իմ հետևը ու տեսեք ինչքան շատ է տարածությունը ու լավ կարաք ձեր մեջքը հետ տված նստեք, համարյա կիսապարկած, ստեղ մի թեթև առաջ բերենք, հա, սենց էլ է հարմար, կախված արդեն ոնց կուզեք։ Մեջտեղը դեստեղ թունել չկա, մեր մոտ էլեկտրական է, երրորդ նստատեղի համար բավականին հարմար է, հանգիստ 3 հոգով կարաք ճամփորդեք, ունի պանորամա տանիք, ի տարբերություն Տեսլայի փակվում է, այդ շատ լավ է ու հետաքրքիր է, որ ընդհանուր վերևի աբիվկեն սև է, իսկ տակը սենց սպիտակ մի քանի գույնով, նո ինչ որ հաճելի բան կա այս գույների մեջ, բայց կարծեմ սահմանափակում կա, եթե ոչ այս միակ տարբերակն է այս մոդելի համար, հետևի նստողի համար ստե շատ հաճելի է այս ամեն ինչը ինչին ինքը կարա կպնի, տեսեք ինչ մեծ սենց բռնակ կա, ստեղ մեծ շիշ դնել չի լինում, բայց երկու հատ փոքր կարակ դնեք, նո 1.5 հատ, 2 հատ սենց խցկվելով, մի խոսքով վատ չի։ Իհարկե չգիտեմ, այս ղդիկ տալու ծակերը ինչի համար է թողած, հա, կարակ սենց նստեք վարորդի հետո ու քշելու ընթացքում սենց իրան խանգարեք, բան։ Ղդիկ տակ, ջուր լցնեք, ծակեք, եթե ընտանի կենթանի ունեք, կարա ձեր վիզը ստեղից լպստի, դուք զգաք, որ ձեր շունիկը դե շատ է սիրում։ Դե ամեն դեպքում ես կարծում եմ, օդափոխության համար է արած, որպեսզի չքրտնի ձեր վիզը։ Չնայած որ նստարանները սենց ծակ են, ստեղ ունենք սենց հետաքրքիր դեֆլեկտորներ, սենց մի քանի գծանոց, աջ, ձախ, վերև ներքև ընդհանուր կարանք փագենք ու ներքևը ունենք մի հատ USB, մի հատ էլ Type-C ու սենց ինչ որ մի հատ փոքր տեղ կարաք սենց խոնավ անձեռոցիկ դնենք։ Ստեղ էլ լիքը մանր մուներ բաներ կարաք պահեք, սենց դո դրեցինք տեղը։
Նաև ստեղ ունենք sense պատլակոտնիկ, երկու շշի համար նախատեսված, մեծը տեղ չանի, բայց փոքրերը լավ sense բռնում է ու ստեղ տեսեք sense ռետինե հարմարանքներ կան, իրանք sense ճկվող են ու շատ եմ հավանում, որ այս sense լուծումներ ա լինում մեքենաների մեջ, որ sense դղրդալուց չի թռվռում։ Ու sense կարակ ձեր համար առոք փառոք նստեք, ձեռը դնեք ստեղ, ջուրիկ խմեք, վարորդի վիզը sense գդիկ տակ։ Ես շատ հավանեցի հետևի նստատեղերը, իրանք համ բավականին խորն են, համ ճիշտ բարձրության վրա են, ռեսպեկտ։ Մեկ էլ ես չեմ հասկանում, այս ինչ չխոլներ ա ստեղ դրած։ Ես տիրոջից հարցեցի, ասեց, էսի իր գործարանային խալիներն ա, այսպես ասած, sense նայում ես սիրուն մոդեռն, ինչ որ BYD բանա գրած, ու ինչ որ sense փալասներ, ու ինչ որ կարմիր ստրոճկեք, ինչ որ անհամատեղելի լուծումներ կա այս մեքենայի մեջ, հա, sense նայում ես այսքան տեղը, ոնց որ ինչ որ sense թանկ Mercedes-ի լուծում լինի, հա, բայց տեղ ինչ որ sense փալասներ ա։ Ուստեղ էլի իմ համար sense absurd լուծումներ ա, հա, նայում ես sense ամեն ինչ հարմոնիկ սիրուն լուծած ու չգիտես խի sense ինչ որ չխկլիկ չխոլներ, օրինակ էս ինչ ա, ես չեմ հասկանում։ Ինձ թվում է տերը էսի երկար չեն թողի, որովհետև ընդհանուր մեքենայի էսթետիկայի հետ չի բռնում։ Այստեղ micro SD շողության քարտ կարանք դնենք, Type-C ունենք, USB ունենք, ու ոնց տեսնում եք մեքենան կպցրած է ինտերնետին։ Տարածության առումով այստեղ հանգիստ կարաք տեղավորեք 1, 2 ու 3 շիշ ջուր։ Նստարանների կարգավորումները մեզ մոտ շատ քիչ են, ընդհանուր նստարանը հետ առաջ վերև ներքև եւ մեջքը, չկա այստեղ կողքից ինչ որ փչելու, իջացնելու, կողքի այս գրկող հատվածները ֆիքսված են, ընդհանուր նստարանները հարմար են, բայց եթե ուզենաք ինչ որ կոնկրետ ձևի կարգավորեք այս ամեն ինչը ըստ ձեր մեջքի, ձեր ցանկության, այդտեղ շատ քիչ են այդ կարգավորման հնարավորությունները։ Իհարկե այս վիսկի պրոբկեն շատ խնդալու է, բայց տեսեք, այդտեղ տակը կա այսպես փայլուն պլաստիկ, որը տիրոջ ասելով շատ շուտ խազվում, կեղտոտվում է, դրա համար ինչ որ այսպես լուծում կա։ Ես չգիտեմ մեքենայի հետ է եկել թե առանձին են դրել, բայց դրել են որպեսզի չխազվի այս ամեն ինչը, որտեղ այս փայլուն բաները գեղեցիկ են, երբ որ դուք հələ իրանց չեք օգտագործել։ Հենց օգտագործում եք, սկսում եք լիքը խազեր մազեր, դրա համար sense շատ զգուշ պետքա դնենք, փակենք այս թանկ հաճույքը եւ զգանք sense ինչ որ չխկալիք ռեզիններ։ Ցերախոսների սերիայից է, էլի, որ ինչ որ sense հետաքրքիր նյութեր են սարքում բան, բայց դուք միշտ իրանց սպառում եք չխոլի մեջ։ Բայց ընդհանուր առմամբ sense ասեմ, այս մեքենայի հաջողությունը կայանումա նրանում, որ երբ որ դուք նստեք իր մեջ, ձեզ այդտեղ ամեն ինչ դուր է գալու։ Մեծ պլանշետ, հա, ինքը նենց նորմալ հարմար չափի sense երկար դրած է, այդտեղ շատ հետաքրքիր ձևավորած է։ Նայեք այդտեղ ինչքան լավ է մտածած։ Միանգամից ձեռը sense տանում եք sense սահեցող sense գծեր կա, որ առանց նայելու sense ինտուիտիվ ձեր ձեռքը ուղղորդում է sense բռնում եք, քաշում, բացում եք։ Տեսեք, համ ստեղից կարակ բռնեք, համ ստեղից կարակ բռնեք։ Այս շատ լավ մտածված բան է։ Ու ամեն ինչ sense նյութերը բան, որ ձեռ եք տալիս, շատ հաճելի է սարքած։ Ոչ մի բան չի ճռճռում, չի լղլղկում։ Միակ հարցը, որ իմ մոտ առաջանում է, թե ինչի համար են այսքան քիփ արել այս հատվածները, հա։ Նես չի որ խանգարում է, հանգիստ կարակ ոտը դնեք, բայց ինքը sense մինիմալ ոնց որ տեղ է թողած ձեր ոտքի համար, այսինքն որ դուք չբողոքեք, բայց եթե դուք մի քիչ sense սովորեք ծունկը դեպի դուրս նստել կամ ասենք ձեր մարմնի չափերը նենց է, որ sense լեմբոլ փռված եք սիրում նստել, այս ձեր ներվերին ազդելու է։ Ինձ չի խանգարում, բայց ես զգում եմ, որ այս տարածքը փոքր է։ Հաշվառելով թե ինչ մեծության է այս մեքենան, ինքը իր ոնց որ արտաքին չափերի համապատասխան ստերանք շատ նեղ է։ Լավ խորը պահոց ունենք, հələ տեսեք ինչքան խորն է, ձեռքիս sense կեսը համարյա մտնում է մեջը այնտեղ USB-ներ բաներ չունենք, չէ, ինչ որ հետաքրքիր թելեր ունենք, գունավոր։ Մի խոսքով ահագին հարմար տեղ է։ Այս բավականին որակով արած, չի տնգրտում, չի լղլղկում ու sense ձենը լավ փափուկ է։ Դրան վրա նույնպես կարանք 2 շիշ ջուր դնենք, 2, 3, 4 Հալի նորմալ է ցույց տալի, ճիշտ է, հետևի պատուհանը մի քիչ նեղ է, բայց լրիվ հերիքում է, տեսնեք հետևում ինչա կատարվում։ Աջ ու ձախի հայլիները ահագին լավն են, բավականին ինֆորմատիվ հայլիներ են, ու sense թեթև մի քիչ կորություն ունեն, լավ մեծ ցույց է տալիս ինչա կատարվում։ Երկու տեղն էլ ունի ապահովության ազդանշանները, երբ որ ձեր կողքը մեքենա կա ու դուք իրան չեք տեսնում։ Կառավարման օրգանները սովորական մեքենայի նման է։ Այստեղ ունենք մենք IC քարտեր դնելու համար տեղ, այս լուսերն է, հա, երևի բարձրացնում, իջացնում։ Օ, ստեղ էլի պահոց ունենք, sense բան վաղուց չէի տեսել։ Բարդաչոկում ինչ կա, բարդաչոկում այս A4-ը, հա, եթե sense դնենք, փաստորեն ստացվում է, որ մեր մոտ նորմալ
տեղանում ու փակվում է։ Ճիշտ է, ստեղի նյութը փափուկ չի, սենց պլաստմասա է, թե չոր իրեր դնեք կարող է լղլղկոցներ լսեք, բայց ինչև է, տեսեք, ստեղ անձրևանոց բան, ահագին բան է տեղանում, վատ չի։ Ստեղ կա լույս, ես ինչ պուճուր անիմաստ սենց լույս է դրած, սենց նայում ես լավ ճոխ լուծած, ու ստեղ միացած շատ խնդալու է էսի։ Ստեղ ունենք ակնոցների աման, շատ հարմար է այս ամեն ինչը սարքած, լույսերը մեզ մոտ սենսոր են, սենց բաներ չկա ID-ի նման, պանորամայի տանիքը կարաք սենց փակեք, ինքը սենց բավականին մուգ կտոր է, սա էլ ընդհանուր լուկն է, փակում եւ բացում, էլի սենսոր են, այստեղ բեքգրաունդները կարաք սենց փոխեք, լիքը բեքգրաունդներ տրամադրության, չգիտեմ ինչի համար է այսքան պետք, բայց լավ, այստեղ 2-3 մատով, այս կարծեմ ջերմաստիճանն եք ընտրում, 2-3 մատ, 3 մատով կարաք սենց ջերմաստիճան փոխեք, սենց T-Rex-ներն էլ կարան օգտվեն սրանից, իսկ աչ ու ձախ տանելուց արդեն ուժն եք կառավարում, թե ինչքան փչի։ Մի խոսքով, եթե դուք այլ մոլորակային եք, ունեք ընդամենը 3 մատ, այդտեղ լրիվ այդ 3 մատով կարաք օգտագործեք այս ամեն ինչը։ Այդտեղ մենք ունենք նավիգացիա, ասեմ ձեզ, որ նավիգացիան նորմալ աշխատում է, կարաք այդտեղ ինչ-որ հասցե գրեք, հասցե։ Ասենք Կոմիտաս, չգիտեմ, 10, Կոմիտաս 10, տես լավ է հնչում։ Հա, սխմեք, ինքը կգտնի ձեր հասցեն, նույնիսկ ես սենց չոլերի մեջ գտնվելով ինձ նորմալ բերում է, հեսա մարշրուտ ու նորմալ ստեղ կարաք օգտվեք, ճանապարհը գծեց, սպա ехали։ Ու ասեմ ձեզ, լավ էլ աշխատում է թաչը, հələ տեսեք, սենց ոչ մի լագոտ բաներ չկա, լագեր, հա, դուրս եկավ, բավականին ճարպիկ ու ճկուն ալ, տեսնենք սաղ մոլորակը սենց կարանք նայենք։ Հետաքրքիր է սենց փաթերն։ Ու ասեմ ձեզ, որ ընդհանուր էսի Android-ը, այդտեղ ինչ ուզեք կարաք անեք, YouTube, Spotify, ցանկացած բրաուզեր, այդտեղ Chrome կա կարաք մտնեք, ձեր էջեր, ինչ որ մեյլեր ստուգեք, սովորական ոնց որ պլանշետ լինի, Android-ով ինչ ուզում եք կարաք անեք, նավիգացիայով, 3G-ով, այդ առումով այդտեղ խնդիր չկա։ Բայց պակասում է ֆիզիկական կոճակները, օրինակ այդտեղ ֆիզիկական կոճակներից կլիմատը կարաք անջատեք միացնեք, դիմապակին կարաք տաքացնեք, այդտեղ մոդեռն է լինում փոխել, վթարային ազդանշանը ստեղից է միանում, հետաքրքիր է, չիներեն տառեր, ովքեր ֆոբիա ունեն չիներեն տառերի նկատմամբ, այդտեղ զգուշ եղեք կան չինական տառեր։ Այս ամբողջը ընդհանուր մեծ սենց սխմվող կոճակ է, ու սենց ընդհանուր տակտիլնի զգում եք, որ ինչ որ բան եք սխմում այդտեղ, ձայնը կարաք ստեղից էլ բարձրացնեք, իջացնեք, ղեկի վրա էլ այս ամեն ինչը կա։ Ինչև է այս ամեն ինչը ծածկենք, որպեսզի չփչանա, պարկինգի կոճակն էլ է հարմար։ Ղեկից կարանք միացնենք 360 կամերան, հա, ու ստեղ նայենք տարբեր տեղեր, օրինակ տեսեք ինչ լավ եմ մաքրել ես խոտերը, հա, որտեղ ստեղ միշտ խոզանոց է լինում, ես միշտ գալիս ստեղ հավաքում, նոր եմ սկսում ռևյու անել, ստեղ կարանք միացնենք մեքենան սենց եռաչափ նայենք, հետաքրքիր է, ստեղ կարանք մեքենան թափանցիկ սարքեք, տեսնեք տակը ինչ կան ու բնականաբար տակը ցույց չի տա։ Նստած տեղերի սառեցում, մտենանք ոնց է սառացնում։ Ես կյանքիս մեջ առաջի անգամ զգացի, ոնց է մի անգամից սառում իմ սաղ մեջքն ու հետևը, ես պետքա շուտ անջատել, քանի փորացավ չեմ անգել, ասեմ ձեզ բավականին լուրջ է աշխատում, ես կողքին կարանք սենց տաքացնենք էփի, բայց ես խա մերը ցույց տալիս, են եմ սխմում, այս առանձին իմն է ու կողքին իմն է, հասկացա, կողքինին կարանք դնենք ժարի տանենք, մեզ կարանք դնենք սառացնենք կամ հակառակը, մեզ տաքացնենք, իրան սառացնենք, հայլիների տաքացում, ձենը լսում եմ ոնց այս ծակերից օդը փչում, շատ լավ է սարքած, ասեմ ձեզ, մնենց ուժեղ է փչում, իսկ թվում է ասես մի քիչ կբարձրանամ վերև, սենց կճոճվեմ օդի մեջ, իսկ հետևինները չունեն, այս էլ գիտեք ինչ է, կարաք սենց գնաք մոտիկ ինչ-որ մի հատ հանրային զուգարանի, սենց միացնեք ու ձեզ թարմ սենց անտառի հոտ կբերի ներս, տեսեք սենց տերևներ ա ցույց տալիս, բայց իսկականից էսի սենց օդը մաքրում է, տեղ նույնիսկ ղեկից կարանք այս ամեն ինչը թեքենք, անիմաստ բան։
Տարօրինակա, բայց այս դիսպլեյի վրա ոչ մի բան չեք կարա փոխեք, ոնց կա մենյուները տենց դրած է, չէ նախորդ վերսիայի վրա լինում էր, ստեղ չի լինում, լինում է մեքենայի ինտերիերի լույսերը փոխել, շատ սիրուն է լինում, ուղղակի հիմա ցերեկա տենց լավ չի երևում, բայց ուժեղությունը կարաք շատացնեք, քչացնեք, գույները փոխեք, երանգները դնեք դայնամիկ, դնեք որ երաժշտության հետ աշխատի, մի խոսքով, ստեղ ինչ որ լիքը սենց բաներ։ Պատոհանները կարանք բարձրացնենք եւ իջացնենք։ Վա։ Լավ խաղալիք է։ Գիտություն, տեխնոլոգիա։ Էլ ինչ է լինում ստեղ անել։ Չգիտեմ, անիմաստություն մեծ հաշվով։ Բեռնախցիկը մեզ մոտ էլեկտրական է, սենց սխմում եք ինքը բարձրանում է, եւ ունենք ստեղ մենք միջին չափի բեռնախցիկ, եթե նայենք մեքենայի չափերին, ստեղ մի քիչ ակնկալվում էր ավելի մեծ, բայց նենց չի, որ շատ փոքր է, ստեղ հանգիստ կարաք երկու ճամպրուկ դնեք, բայց եթե համեմատենք Tesla Model Y-ի հետ, այնտեղ բեռնախցիկը ավելի մեծ էր, հարմարանք ունեք, որ կարաք փակեք ու ձեր իրերը չթռնեն ներս, սրատակը բացվում է, տարբեր իրեր դնելու համար սենց բաժիններ, ստեղ օրինակ իր հոսանքի հետ կապված եղած-չեղածն է, այս ակերը փչելու կոմպրեսորն է, վթարայինի ազդանշանն է, այս էլ ենթադրում եմ վառ գույնի անձրևանոց է, ոնց հասկացա ոչ մի էլեկտրական մեքենայի մեջ պայստային ակ չի լինում։ Զանգում ես հատուկ ծառայություն, գալիս են եւ փոխում են։ Մեկ էլ ստեղ այն ինչ-որ սենց անհասկանալի ռեզիններ դրած, ճիշտ է, ենթադրում եմ նրա համար արած, որ եթե ինչ-որ ցեխոտ իրեր դնեք, չկեղտոտեք ձեր նստարանների հետևը, բայց սենց ինչ-որ շատ սենց տնավարի լուծում է։ Այս եթե սենց իջացնենք, ու այս անհասկանալի բաները սենց կարակ հանեք կամ չհանեք, ուստեղ մենք ունենք, օրինակի համար եթե հանենք այս թիթիզությունը, այս սենց կացենք մի կողմ, այս սենց հանենք, ու սենց դնենք մի քիչ վերև, մենք ստեղ ունենում ենք հարթ հատակ։ Այս ներքնակի երկարությունը 1.80 սանտիմետր է ու նորմալ տեղ է անում եւ ստեղ կարաք հանգիստ պարկեք քնեք, նույնիսկ 2 հոգով։ Քարսիթի մետաղական ֆիքսելու բռնակներ ստեղ մենք ունենք, ու ինձ թվում է շատ հեշտ ու հանգիստ լինելու է այս ամեն ինչը տեղադրել։ Այ սենց։ Ու լենուբոլ կարաք ոնց ուզեք պտտեք, քարսիթի համար շատ հարմար է։ Եվ ստեղ տեսնում ենք իսկ ուրիշ Այսի հետաքրքիր է։ Այս իրականում իր ռեդուկտորն է, հենց մատոր ասածն է, այստեղ բացում եք հատ, տեսեք, այստեղ երկու հատ կապոտ է, մի հատ կապոտը բացում եք եւ կա երկրորդ կապոտը։ Այստեղ ռադիատոր ունենք հովացման համար։ Իհարկե վախենալու է, երբ որ էլեկտրական մեքենայի վրա սենց բաներ ես տեսնում, քեզ հիշացնում է բենզինային մեքենաները ու սենց ֆոբիա է մոտդ սկսում, որ ստեղ էլի պետքա լիքը բաներ քանդես, սարքես, ստեղ կա մարդկոց, ես երևի սրահի եղած-չեղածն է սնում, ստեղ տեսնում ենք անտիֆրիզ, կարծեմ 40,000 կիլոմետրը մեկ այս ռեդուկտորի յուղն է պետք փոխել, այս հենց մատորն է, այսպես ասած։ Բայց դες բացել պետք չի, ինչն է պետք այնտեղ տեսնել, թե ինչա կատարվում։ Դες պետք է ընդհանրեն իմանալ, որ ստեղից կարաք լցնեք ձեր դիմապակու մաքրելու ջուրն է սա։ Չեն խնայել եւ երկու հատ ուպոր են դրել այս մեծ կապոտը բացելու համար։ Իհարկե իմ մոտ հարց ամնացել, թե ինչի է մեքենայի բանալի նման դագաղի, բայց սենց ինչ-որ մի հատ բանալի ունի։ Ես սա սպիտակ բանա իրա վրա հագցրած, լինում է հանել, տակը նույն սևն է, որը ավելի է նման դագաղի։ Ղեկը գիտեք ինչքան թեթև է, նայեք, մի մատով սենց կարա սենց բրթես ինք իրան սենց պտտվի։ Տեսնենք մեքենայի շրջադարձը ինչ ձև է։ Բավականին լավ էլ շրջադարձ ունի։ Շատ լավն է, դուրս եկավ։ Mercedes-ի նման ռազվարոտ ունի, այսպես ասած։ Եվ կրկին իմ վարած մեքենայից ձայն չի գալիս։ Այստեղ կա նորմալ, էկո, այս երևի խնայողությունն է միացնում ձեր մարտկոցի, այս ձյան վրա ավելի փափուկ է գնում, այսի պետք չէր ինձ, սպորտ։ Ձյան վրա դրեցի, սխմեցի, հազիվ էր տեղից շարժվում, ձների վրա դանդաղ տեղից պոկվելու համար է նախատեսած, որ կտրուկ հանկարծ չֆռակը ու դուք չսահեք։ Հենց դնում եք սպորտ, սենց կարմիր գծեր, ասենց ցույց տալիս, որ ինչ-որ սպորտային է էլի այդ ամեն ինչը։ Տնանք ինչա նշանակում։ Սպորտը BYD-ի համար, չնայած այս պայմաններում ինձ սպորտ դուրս գամ մայրուղում նոր կհասկանամ այդ սպորտը որն է, այս ինչ անում։ Չիները։
Եթե Tesla-ում դուք ձեր ոդկը լրիվ վերցնում եք գազի պեդալից, մեքենան շատ սենց վստահ ձգտում է դեպի կանգնելուն ու կանգնում է, այսինքն քաղաքում քշելուց ես Tesla-ի դեպքում արգելակման ոտնակ ընդհանրապես չեմ օգտագործում, ստեղ ինքը ունի այդ ռեժիմը, հեսա ստեղ տեսնում եք դրածա ստանդարտ, ոնց որ ստանդարտ մեքենաների համար ու կա larger, բայց էսի տենց չի աշխատում, ես հիմա ոդկս վերցրել եմ, տեսեք ինքը շարունակվում է գլորվել, ինքը պետքա կանգներ, տենց բան չի լինում, հեսա ստեղ էլ էլի ստիպված ես օգտագործում եմ արգելակման ոդնակը ու ստեղ հանգիստ կարամ ասեմ, որ ռեկուպերացիան Tesla-ի վրա շատ ավելի լավ է աշխատում, քան BYD-ի, ստեղ ոնց որ մի տեսակ անիմաստ ֆունկցիա է։ Ինքը ինձ սենց թեթև օգնում է, որ գծերի մեջ մնամ, բայց նենց չեմ սիրում, որ քշելուց ինչ-որ մեկը ոնց որ սենց ձեռը գցի ղեկիս ու ինչ-որ մի բան փորձի անի։ Սենց կարանք ուժեղացնենք փչելու ուժը, թույլի ժամանակ բավականին անաղմուկ է աշխատում, տեսնենք երբ է սկսում ձեն հանել։ Շատ թեթև միջինից մի հատ բարձր, չէ, նորմալ է, չգիտեմ խեին բողոքում, որ շատ է շուխուրանում, նորմալ է, միջինից մի հատ բարձր դրել եմ ու նես չի, որ սենց ահավոր է։ Հիմա փորձեմ իրան քշեմ սպորտ ռեժիմով, տեսնեմ ինչով է տարբերվում սպորտը նորմալից։ Հա, տարբերություն ակնհայտ կա։ Ավելի կտրուկ է արագանում մեքենան, երբ որ գազի պեդալն եք սխմում, ու մռուցը սենց աչ ու ձախ է տանում։ Սենց բան վաղուց չէի զգացել դեմի քաշող մեքենայի վրա։ Սպորտ ռեժիմով ոտս դնում եմ գազին, մռուցը սենց աչ ու ձախ է տանում։ Պունկցիաների վրա որ ուզեմ քշեմ, սենց պակման խաղամ, սենց դրդռում ա ղեկս, դմփ մոտս դες տպավորություն ոնց որ հենց պակման էլ խաղում եմ, ամեն ուտելուց սենց դրդռում ա ղեկը։ Այս հատվածների ձենը չգիտեմ ինչի իմ մոտ չի ձայնագրվել, բայց ես մի քանի անգամ չափում եմ մեքենայի 0-ից 100-ը, իմ մոտ կա շատ ճիշտ արագությունը ցույց տվող սարք, ու երկար բարակ քշելուց հետո մեքենայի մոտ 0-ից 100 արագությունը ստացվում էր 8.4 վայրկյան։ Բայց երբ որ մեքենան կտրուկ արագություն էր հավաքում, դիմացի մասը թափ էր տալի աչ ու ձախ, ու տեղ-տեղ ակերը սահում էին։ Ինչևէ, եկեք ի վերջո հասկանանք ինչ է BYD-ն ընդհանրապես։ Նախ ասեմ, որ ընկերությունը 2003 թվականից Frankenstein-ի նման սարքում է մեքենաներ։ BYD-ի բոլոր մոդելները վերցրած են եղել տարբեր մեքենաներից, սեփական նախագծումների վրա ժամանակ չի ծախսել։ Եվ 20 տարի ծախսել է նրա վրա, թե ոնց շուկայի էժան սեգմենտը վերցնի իր վրա, որովհետև հենց էժան սեգմենտի վրա են հարստանում ընկերությունները։ Եվ այսպիսով BYD Song Plus նոր մոդելը իր մաքսիմալ կոմպլեկտացիայով հասանելի է ընդամենը $29000-ով, ինչը բավականին ձեռնատու տարբերակ է։ Նաև պետք է հաշվի առնել, որ բոլոր էլեկտրական մեքենաները, եթե դուք չունեք սեփական լիցքավորվող կայանատեղ, դուք էլեկտրական մեքենա գնելիս առնչվելու եք լիքը անհարմարությունների հետ, ու հոսանքի լիցքավորումը ձեր համար մատչելի չի լինի։ Լիցքավորման նյուանսների հետ կապված ես խոսել եմ ID6-ի իմ տեսանյութում, որի համապատասխան տեղի թայմկոդով լինքը կգտնեք այս տեսանյութի նկարագրման մեջ։ Մեքենայի բացասական կողմերը։ Մեքենան տեսքից բարձր է, սակայն լավ պաշտպանված չեն իր մարտկոցների հատվածը, ու քանի որ այս մոդելը լինում է միայն դիմացի տանող անիվներով, այն ձեզ չի թողի, որ հանգիստ քշեք օֆրոուդում։ Բեռնախցիկը մեքենայի դասի ու չափերի համեմատ փոքր է, դիմացի հատվածում էլ չկա բեռնախցիկ, քանի որ մեքենայի բազան ի սկզբանե նախատեսված չի եղել որպես էլեկտրական։ Մեքենան ռեկուպերացիայով չի ստացվում վարել ընդամենը մեկ ոտնակով, ինչպես դա լինում էր անել Tesla-ի մոտ։ Նաև մեքենայի կայունությունը եւ ընթացքային պահվածքը որպես էլեկտրական մեքենա զիջում է Volkswagen ID-ներին եւ Tesla-ներին, բայց այն կայուն է համեմատած իր գնային բենզինային մեքենաների հետ։ Դրական կողմերը։ Մեքենան համեմատած Tesla-ների եւ Volkswagen ID-ների հետ ավելի փափուկ է երևանյան վատ ճանապարհների վրա։ Շրջադարձի ռադիուսը շատ լավն է, ինչը քաղաքային պայմաններում իրան վարելը դարձնում է շատ պրակտիկ։ Սրահը հարմարավետ է եւ կոմֆորտ, ու ընդհանրապես սրահի հագեցվածությունը կարծում եմ մեքենայի վաճառքի վրա շատ դրական է անդրադարձել։ Կարելի է այն վերցնել որպես առաջի մեքենա։ Այո, այն ունի հասկանալի չափեր, ապահով է, ունի 360 աստիճան հարմարավետ տեսախցիկներ եւ իր հայլիներն էլ շատ ինֆորմատիվ են։ Մեքենան էլ առանձնապես խնամք չի պահանջում։ Ում համար ավելի նպատակահարմար կլինի այս մեքենայի շահագործումը։ Մեքենան կհամապատասխանի այն մարդկանց, որոնք ուզում են կոմֆորտ եւ մատչելի փոխադրամիջոց ընտանիքի համար, որոնք շատ են քշում քաղաքում, երկար ճանապարհներն էլ այն կոմֆորտ է եւ չի հոգնածնում։ Մեքենան չի համապատասխանի արագության սիրահարներին կամ էմոցիա փնտրողներին։ Իրան վարելը շատ ձանձրալի է ու անհոգի։
Մեքենան գնելիս ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Մեքենան պետք է գնել նորը մաքսիմալ կոմպլեկտացիայով եւ հնարավորինս երկար երաշխիքով, որովհետեւ այս մեքենաները նոր են, հայտնի չեն ոնց են սարքած, ինչը կփչանա, երբ կփչանա, ոնց կսպասարկեն, որտեղից կճարեն պահեստամասերը եւ այլն։ Իհարկե BYD-ները առանձնապես խնդիրներ չեն ունենում, բայց միևնույն է անհայտություն կա։ Իսկ հիմա տեսնենք թե ինչքան միավոր կհավաքի BYD Song Plus-ը իմ աղյուսակում։ Ապահովությունը բարձր, արագացումը միջին, արգելակումը նորմալ, ստաբիլությունը նորմալ, փափկությունը նորմալ, ընդարձակությունը բնակարան, միջին ծախսը հոսանք, սպասարկումը կոպեկներ, անցունակությունն էլ դար ու փոս։ Ինչևէ մեքենան բարձր է ու փափուկ, եւ այսպիսով ինքը հավաքում է 33 միավոր։ Իսկ ինչ վերաբերում է մեքենայի խարիզմային, ստեղ մի քիչ ինձ մոտ հարցեր են առաջանում։ Քանի որ BYD-ն երբեք չի ունեցել իր սեփական ձեռագիրը, նենց տպավորության ոնց որ մեքենան կրկին նկարածա տարբեր տեղերից։ Իմ համար մեքենան ընդհանուր առմամբ վատ չի նայվում, դիմացի ծահակին սիրուն է, բայց ընդհանրություն չկա։ Բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է եւ ես մեքենային տալիս եմ 2 միավոր։ Եվ ունենում ենք 33 + 2 միավոր։ Ինչևէ այսօր այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի բաց չթողեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, կիսվեք իմ ալիքով ձեր ընկերների հետ եւ հիշեք, չկա վատ ավտոմեքենա, այլ կա անհամապատասխան ընտրություն։ Անփորձանք երթևեկություն ձեզ առայժմ։